Պարոն Սաղաթելյան, Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի վերաբերյալ ինչ կարող եք ասել, Քննչական կոմիտեն ծավալուն հաղորդագրություններ տարածել եւ ըստ էության 3 դրվագով մեղադրվում է Գագիկ Ծառուկյանը։ Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, կարծում դա բոլորին է ակնհայտ։ Մարդկանց մանդատները գողացան, 60000 ձայն, հիմա փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել ըստ քաղաքական ուժի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն, լավ գիտակցել է, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից եւ նման կերպ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հետապնդումով փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու եւ իր դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնելու։ Պարոն Սաղաթելյան, որը պետք է լինի ընդդիմության քայլերը այս դեպքում, ինչպես պաշտպանել, որ ինչպես հասկանում ենք, որևէ ընդդիմության լիդեր ազատված չէ նման հետապնդումներից, գործերից։ Գիտեք, ես այն ինչ որ պետք ասեմ, առաջին անգամ չի կամ նոր չեմ ասում։ Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, որը չունի սրբություն, որը չունի կարմիր գիծ, որ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այս իշխանության դեմ պետք է ինստիտուցիոնալ համակարգված դիմադրություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները, մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղ են իրենց ջանքերը, կազմակերպենք այս դիմադրությունը եւ հասնենք փոփոխության։ Այլ պարագայում, եթե դուք նկատել եք, այս նախորդ 5-6 տարիների ընթացքում, ես հենց հիմա գիտեմ քաղաքական գործիչ, նախկին պաշտոնյա, չգիտեմ ոնց կուզեք ասեք, ով անազատության մեջ է, 3 տարի առաջ ասում էր, դա ինչ կարիք կա այս մարդկանց դեմ պայքարել։ Շատերը այս ժամանակահատվածում մտածել են, որ այս չարիքը իրենց տուն, իրենց ընտանիք չի մոտենալու, ու եթե մենք նախորդ 6 տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ որ դաշտի բոլոր ուժերը անխտիր այս նպատակի շուրջ միավորվեին, ջանքերը դրածելն, այսօր չենք հասցնի։ Այս ժամանակահատվածում, եթե մենք տեսնում ենք, տարբեր միավորներ առանձին, ոմանք իրենց ամբողջ կարողությամբ, ոմանք ավելի փոքր հատվածով պայքարել են, բայց չենք ունեցել մի շրջան, մի շարժում, երբ որ բոլոր ուժերը մեկտեղված լինեն։ Հետևաբար ճանապարհը մեկն է, համակարգված դիմադրություն այս գործով հանցավոր ռեժիմի դեմ։ Այլ ճանապարհ չի։ Բայց դա չէ, որ մեկը պետք է լինի, որ առաջ։ Իհարկե, այդ պարտականությունը, այսպես ասած, պատասխանատվությունը ունեն հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում նաև մենք։ Բնականաբար մենք չենք խուսափում մեր այդ պատասխանատվությունից եւ նախորդող ժամանակահատվածում էլ առնվազն մի քանի խոշոր նախաձեռնություններ արել ենք, այդ պատասխանատվությունը ստանձնել ենք, փորձել ենք հասնել վիճակի փոփոխության։